Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Եվ իրականում մեր բժշկական կենտրոնները իրենք մրցակցում են նաև մասնավոր գործընկերների հետ եւ Երևանի քաղաքապետարանը պարտավոր է այնպես անել, որպեսզի մեր բժշկական կենտրոնների մատուցված ծառայությունները լինեն բարձր որակի, որպեսզի մեր ենթակառուցվածքը լինի նորագույն ստանդարտներին համապատասխան եւ կարծում եմ այդ խնդիրը մեր բոլոր բժշկական կենտրոններում մենք փուլ լուծում ենք։ Ես ուզում եմ հատուկ շեշտադրում անել, այստեղ առավելությունը մենք քաղաքականություն մշակող մարմին չենք, մենք չենք ուզում որևէ առավելություններ տալ մեր բժշկական կենտրոններին, բայց նաև ուզում ենք, որպեսզի երևանցիներ, ովքեր որ օգտվում են Երևան քաղաքին պատկանող բժշկական կենտրոնների ծառայություններից, վստահ լինեն, որ այդ ծառայությունները լինելու են բարձր որակով, իրենց մասին, իրենց երեխաների մասին հոգ են տանելու եւ իրականում մարդը պետք է զգա, որ այն դեպքում, երբ որ ինքը գալիս է Երևան քաղաքին պատկանող որևէ բժշկական կենտրոն կամ առողջապահական կենտրոն, իր մասին ամենաբարձր մակարդակով հոգ են տանում։ Սա ամենակարևորն է եւ իրականում նույնիսկ ենթակառուցվածքից ավելի կարևոր, որովհետեւ ենթակառուցվածքը, սարքավորումները, այո, վստահաբար նաև որոշակիորեն մեր աջակցությամբ, մինչև ինչ-որ մի փուլ մեր աջակցությամբ այդ ամեն ինչը կարվի, մինչև որ արդեն բժշկական կենտրոնները իրենցով ուղղակիորեն պատրաստ կլինեն իրականացնել այդ նույն աշխատանքի շարունակականությունը եւ որpիսի մենք էլ այսպես ասած արդար պահենք խաղի կանոնները, չափը այդտեղ մենք էլ պետք է պահենք, որովհետեւ այո, Երևանի քաղաքապետարն ամենավանդ վերջին տարիներին ֆինանսական տեսանկյունից ավելի ամրացել է, մասնավորապես սեփական եկամուտների տեսանկյունից եւ էականորեն նաեւ այդ ներդրումները արվում են մեր բոլոր ենթակառուցվածքներում, մանկապարտեզներում, սպորտ դպրոցներում, ինչպես նաեւ առողջապահական կենտրոններում եւ բժշկական կենտրոններում, բայց բժշկական կենտրոնների մասով մենք պետք է հիշենք, որ մենք մրցակցության մեջ ենք եւ այդ մրցակցության կանոնները մենք չենք ուզենա չափից ավել, այսպես ասած, ներդրումներով խախտել։ Այսինքն մենք պետք է, այո, ինչ-որ մի ստանդարտի բերենք, մենք շատ հետ ենք, մեր բժշկական կենտրոնները հանուն արդարության եկեք ընդունենք, որ շատ հետ էին մասնավորից։ Մենք պետք է բերենք, հասցնենք իրենց ինչ-որ մի մակարդակի, որից հետո իրենք իրենցով պետք է առաջ շարժվեն։ Ես տեսնում եմ, որ աշխատանքը արվում է, շատ գովելի է, շատ գնահատելի է եւ այս աշխատանքը պետք է ունենա շարունակական բնույթ։ Արդեն ինչ-որ մի փուլից իրենք իրենցով ուղղակի առանց մեր հավելյալ աջակցության պետք է դա կարողանան իրականացնել։